Հայաստանում 18 բնակչից ընդամենը մեկն է նշել, որ լիովին բավարարված է իր կյանքով։ Կյանքի միջին եւ բարձր բավարարվածություն ունի հայաստանցիների ընդամենը 55%-ը, ամերիկացիների 77%-ը եւ եվրոպացիների 79%-ը։ Ըստ հարցումների բարձր եկամուտը չի ապահովում կյանքից լիովին բավարարվածություն։ 150,000-ից 300,000 դրամ աշխատավարձ ստացող հայաստանցիները կյանքից ավելի շատ են բավարարված, քան 300,000 դրամից ավել ստացողները։ Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում 9 ընտանիքից ընդամենը մեկի սոցիալական վիճակն է լավացել։ Ընտանիքների կեսի վիճակը մնացել է նույնը, իսկ 38%-ի սոցիալական վիճակը նույնիսկ վատացել է, համաձայն 2011 թվականի վերջին կառավարության պատվերով իրականացրած հարցման։ Սոցիալական վիճակը բարելավվել է ավելի շատ գյուղերում ապրող ընտանիքներում, իսկ վատացել Երևանում բնակվող ընտանիքներում։ Ընտանիքների կեսը սոցիալական վիճակի լավացումը բացատրում է աշխատանքի առկայությամբ, իսկ 14%-ը արտագնա աշխատանքով։ Որպես սոցիալական վիճակի վատացման պատճառ, ընտանիքների 43%-ը նշել է աշխատանքի բացակայությունը, իսկ 21%-ը գների հարկերի աճը։ Գործազրկությունը Հայաստանի 49% ընտանիքների համար ամենակարևոր հիմնախնդիրն է։ Երկրորդ խնդիրը բնակչության 19%-ը համարում է աղքատությունը, իսկ 10 ընտանիքից մեկի համար էլ ամենակարևորը բնակարանային խնդիրն է։ Ընդ որում, եթե գյուղական համայնքներում առաջնային անհանգստությունը ճանապարհաշինությունն է, ապա մարզային քաղաքներում ընտանիքներից կեսի համար խնդիր է գործազրկությունը։ Ամեն դեպքում 5 հայաստանցու 4-ն ասում է, որ լավ է լինելու։